Վայմարի հանրապետությունը, պուպուշ, դեմոկրատական, գեղեցիկ հանրապետություն էր, վերջը ինչ եղավ և ուզում էր խաղաղություն, բայց քանի որ գերմանական հասարակության մեջ ներքուստ եռում էր այդ սարսափելի ստորացումը, վերջում իշխանության եկավ շատ կարճ ժամանակում, Ադոլֆ Հիտլերը, մի օրինակ բերեմ, էլի գրականություն ծանոթ, ինձ թվում է ձեզ դուր կգա, Վայմարի հանրապետության սպաներից մեկը ասում է նացիստական սպաներից մեկին, ասում է, եթե մենք անեինք, ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը նույնը կարող է, այսինքն Սերժ Սարգսյանի ջատագովները և օֆիսի ներկայացուցիչները կարող են նույնը ասել Նիկոլ Փաշինյանի ցանկացած զինակցի, եթե մենք անեինք նույնը ինչ որ դուք եք հիմա անում, ժողովուրդը մեզ կուտեր, ոնց է ստացվում, որ նրանք ձեզ ընդունում են, կուլ են տալիս և առաջ է գնում և պատասխանը, Բերտոլտ Բրեխտի պիեսն է, ասում է բանը, եթե դուք ուզենաք կատվին մանանեխ կերցնել, ոնց կկերցնեք, ասում է, կփորձեք լցնել բերանը, չէ, ասում է, բայց մենք այդպես չենք անում, մենք մանանեխը քսում ենք կատվի հետույքին, նա այդ այրոցը զգալով ավտոմատ սկսում է լիզել հետույքը և դա լցվում է նրա բերանը, պետք է կարողանալ ճանաչել կատվին մանանեխ կերցնելու արվեստը և հիմա այդ մանիպուլատիվ ինֆորմացիոն դաշտում մենք գտնվում ենք մանանեխ կերած կատվի կարգավիճակում